Տեր Հիսուս, դարձյալ քո առջևդ ենք, Հայր, քո խոսքիդ առջև ենք եկել, որպեսզի քեզանից սնվենք, քո խոսքիցդ սնվենք։ Օրհնիր այսօր մեզ, օրհնիր մեր սրտերը բաց արա, մեր միտքը բաց արա, Տեր, որպեսզի խոսքդ ոչ միայն լսողներ լինենք, այլ նաև կատարողներ։ Հիսուսի անունով խնդրեցի։ Ամեն։ Միասին պիտի կարդանք Եբրայեցիս 12-րդ գլուխ 3-ից 4 համարները, որը մեր այսօրվա պատգամի նյութը կամ գլխավոր հատվածը պետք է լինի։ Եբրայեցիս 12-րդ գլուխ 3-ից 4 համարներ։ Արդ միտք բերեք զանիկա, որ այսպես համարեց մեղավորներուն, իրեն դեմ հակառակ խոսելուն, որ չլա թե ձեր անձովը հոգնիկ ու թուլնակ։ 4-րդ համարը, տակավին այրուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին։ Տակավին այրուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին։ Սիրելիներ, մենք ինչպես ասեցինք, մեր կյանքը պատերազմական ժամանակաշրջանի մեջ է։ Եվ այս պատերազմը ի սկզբանե, երբ հրեշտակը սատանան, հրեշտակապետը, որ ինքը հրեշտակապետ էր, երբ հպարտացավ Տիրոջ առջև եւ երբ Տերը իրեն վար գցեց, այդ ժամանակվանից այս պատերազմը սկսվեց։ Եվ երբ որ մարդ Արարածին ստեղծեց Աստված, սատանան ամեն կերպ փորձեց, որպեսի Աստծո պատկերը, որ մարդ Արարածի վրա էր, կարողանա այդ պատկերը վերցնի իրենից։ Եվ ասեմ, որ որոշակի չափով սատանային հաջողվեց դա։ Ուրեմն, երբ Տեր Հիսուսը աշխարհ եկավ, Տեր Հիսուսի համար տեսնում ենք, որ ինքը կարծես նոր Ադամ էր եւ սատանայի համար ինքը նոր մեկն էր։ Դարձյալ առանց մեղքի սուրբ ծնունդով նոր մարդ էր, նոր մեկն էր։ Եվ երբ որ Տեր Հիսուսը հոգիով անապատը տարվեց, ամեն ուժերը, դիվային ուժերը չարի օգտագործվեց, որպեսի փորձության ենթարկի Տեր Հիսուսին, որովհետև ուզեց դարձյալ իրեն գցել։ Եվ կարծես Տեր Հիսուսը այդ պատերազմական վիճակի մեջ էր, բայց գիտենք, որ Տեր Հիսուսը հաղթանակ տարավ սատանայի վրա։ Սաղմոս 22-ի մեջ, որ մարգարեական Սաղմոս է, այսպես են կարդում 12 համարի մեջ. շատ զվարակներ 4 կողմը սառին, բասանի ցուլերը զիս պաշարեցին։ Այս բասանի ցուլերը ցույց է տալիս, որ դիվային ողջ աշխարհը պաշարեց Տեր Հիսուսի առջև։ Եվ երբ Գեթսեմանի պարտեզի մեջ էր Տեր Հիսուսը, ինչ ասեց իր աշակերտներին, հոգիս մեռնելու չափ տրտում է։ Հոգիս մեռնելու չափ տրտում է։ Եվ սիրելիներ, սատանան դարձյալ, երբ որ չհաջողվեց այդ անապատի մեջ փորձելուց հետո, դարձյալ այս Գեթսեմանի պարտեզի մեջ ամեն բան անում էր, որպեսի Տեր Հիսուսին հեռու պահի խաչից, որպեսի մեր փրկությունը չապահովի։ Բայց գիտենք, որ Տեր Հիսուսը մինչև վերջ գնաց եւ ինչ գորած խաչապայտի վրա ամեն բան կատարվեցավ։ Արեց այն, ինչի համար որ եկել էր ինքը։ Եվ սիրելիներ, Տեր Հիսուսը դարձյալ իր աշակերտներին եւ այսօր էլ մեզ ասում է, որ դուք դեռ պատերազմի մեջ եք, դուք դեռ պիտի աշխատեք այս պատերազմի մեջ հաղթական դուրս գաք։ Աշխարհի մեջ շատ նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Ուրեմն այստեղ մեր հիմնական հատվածը, որ կարդացինք, ասում է տակավին այրուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին։ Մենք իբրև հավատացյալներ այս պատերազմի մեջ մինչև անգամ այրուն թափելու չափ պարտավոր ենք եւ պետք է հակառակ կանգնել մեղքին։ Ինչու? Որովհետև մեր հավատքի առաջնորդը, երբ որ վերևը նայենք, ասում է Հիսուսին նայեք, ձեր հավատքի առաջնորդին եւ կատարողին։
Ուրեմն Տեր Հիսուսը իբրև հավատքի առաջնորդ, իբրև պատերազմի առաջնորդը ինքը հաղթանակ տարավ եւ մեզ էլ այս հաղթական կյանքն է տվել, որպեսի ապրենք։ Մեզ տվել է երկսայրի սուրը, մեզ տվել է Սուրբ Հոգին, որպեսի մեզ ուղղորդի, մեզ շտկի, մեզ զորություն տա, որ կարողանանք այս պատերազմի մեջ շարունակենք հաղթանակներ տանել։ Եվ ինչպես ասեցինք, երբ որ զինվորը զինվորության մեջ է լինում, եւ այս վերջում գիտեք մենք ինչքան պատերազմների միջով անցանք, եւ այդ թանկ զինվորի արյունը, որ թափվեց, ինչի համար թափվեց, թափվեց հայրենիքի համար։ Եվ այսօր այդ թանկ այրան միջոցով է կարծես, որ մեր երկիրը պաշտպանվեց որոշակի չափով։ Իհարկե Տերն է պահողը, դրա մասին ոչ մի խոսք, բայց այդ զինվորներն էին, որ նաև որոշակի չափով հակառակ կանգնեցին մեր թշնամիներին կամ մնացած ազգերին։ Ուրեմն այրուն թափելը խորհրդապատկերն է, որ ամբողջ ուժով, ամբողջ ներգործությունով, քո մարմնով, քո շնչով, ամբողջությամբ ամեն ջանք թափել մեղքին հակառակ կանգնելու։ Մենք իբրև Տիրոջը զավակներ այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը Աստծո խոսքը կոչում է վերջին օրեր։ Եվ կարծես այս վերջին օրերն է աշխարհը, որ ապրում է, վերջին ժամանակաշրջանները։ Եվ հիմա ինչ որ կատարվում է մեր շուրջը, աշխարհի տարբեր տեղերում, գրեթե նույն մեղքի մեջ լինելով, մարդիկ աստվածապաշտության կերպարանքը ունենալով, բայց ուրացել են նրա զորությունը։ Եվ Պողոս առաքյալը մոտավորապես 2000 տարիներ առաջ սրա մասին խոսեց Տիմոթեոսին, որ մարդիկ աստվածապաշտության կերպարանքը ունեն, անունով քրիստոնյա են համարվում, անունով Աստծո զավակ են համարվում, բայց աստվածապաշտության այդ կերպարանքը ինչ է, որ այդ պահին իրավիճակից ելնելով ինչ որ մի կերպարանք հագնես, օրինակ հարսանիքի ես գնում, հատուկ զգեստ հագնես, կամ հարսը հատուկ հարսի շոր է հագնում այդ օրվա համար, որպեսզի ինքը երևա, որ ինքը հարսն է։ Ամեն օր հարսի շորը չի հագնում եւ շուկա գնում կամ խանութ գնում։ Ուրեմն այդ կերպարանք ասվածը հատուկ այդ օրվա համար կերպարանք է։ Եվ այսօր շատերը կան, որ այսպիսի կերպարանքի մեջ լինելով, աստվածապաշտության կերպարանքը ունենալով, բայց նրա զորությունը, Սուրբ Հոգու ներկայությունը, Սուրբ Հոգու զորությունը չունեն իրենց կյանքի մեջ։ Եվ այս աշխարհի ալիքներով տարուբերվում են եւ շատ անգամ ընկնում են հոգեվոր վիճակից։ Եվ երբեմն շատ անգամներ այս ծանր եւ դժվար օրերի մեջ մենք էլ երբեմն ընկնում ենք հուսալքությունների մեջ, հալածանքների մեջ եւ մեր ընթացքը չենք քայլում այնպես, ինչպես որ Տերն է ուզում։ Եփեսացիս 2-րդ գլխի մեջ կարդում ենք, որ մի ժամանակ դուք էլ մեղավոր ձևով քայլում եք այս աշխարհի, այս օդի իշխանի ուզածի պես։ Եվ երբեմն մենք ինքներս էլ այս աշխարհի, այս օդի իշխանի ուզածի պես են քայլում եւ ազդեցության տակ ընկնելով եւ ճշմարիտ ապաստանն ու իրական օգնությունը, որ պիտի Տիրոջից առնենք, երբեմն գնում ենք աշխարհից ենք առնում։ Սիրելիներ, մեր սուրը, մեր խոսքը, մեր դաստիարակությունը այստեղից պիտի գա, Աստծո խոսքից պիտի գա։ Շատ հաճախ ընկնում ենք, քանի որ թույլ ենք գտնվում մեղքի նկատմամբ։ Շատ հաճախ ընկնում ենք, քանի որ թույլ ենք գտնվում մեղքի նկատմամբ, բայց Գիրքը մեզ ասում է, որ դեռ այնքան ջանք ու աշխատանք չթափեցիք, մինչև անգամ այրուն թափելու չափ աշխատանք չթափեցիք, որպեսի մեղքին դեմ կանգնեք։ Մենք ինչի մեջ ենք հաճախ մեղքի, ինչ տեսակ մեղքերի մեջ ենք հաճախ ընկնում։ Ամեն մեկս մտածենք եւ Աստծո խոսքով ինքնակնությամբ գանք Տիրոջ խոսքի առջև, թե ինչի մեջ եմ ես շատ անգամ հաճախակի կերպով մեղքի մեջ ընկնում։
Եվ առաքյալ ասում է ձեզ դյուրավ պաշարող մեղքերից հեռու մնացեք, հեռացրեք ձեզանից այդ դյուրավ պաշարող մեղքերը։ Ուրեմն քանի որ Տեր Հիսուսին է մեր առջև բերում իբրև օրինակ, ինչպես որ վերևն ենք նայում, որ համբերեց, բոլորին համբերեց, իրեն հալածողներին համբերեց, իր ետևից խոսողներին համբերեց, սուտ վկայություն տվողներին համբերեց, կեղծ զրպարտություն անողներին համբերեց։ Երբ Տեր Հիսուսը կանգնած էր քահանայապետի առջև, ասում է վկաներ էին փնտրում, որպեսզի սուտ վկայություն տային եւ չէին գտնում։ Վերջապես երկու սուտ վկաներ գտան, որոնք եկան եւ ասին, որ այս մարդը ասում է 3 օրվա մեջ տաճարը պիտի քանդեմ եւ պիտի կառուցեմ։ Իհարկե Տեր Հիսուսը իր մարմնի համար էր խոսում, իր հարության համար էր խոսում, բայց վերցրեցին սա եւ սուտ վկայություն անելով եւ քահանայապետը եւ այնտեղ ծառաները իրենց հագուստները պատրելով ասում են, «Էլ ինչ վկայություն մեզ, սրանք բոլորը հայհոյություններ են», որովհետև Տեր Հիսուսը իրեն Աստծո որդի էր համարում։ Եվ Տեր Հիսուսը համբերեց այս բոլորին մինչև իր փառքին հասավ։ Սիրելիներ, մեր միշտ արթուն կյանքը, որ պիտի ունենանք այս վերջին օրերի մեջ, քանի որ իբրև Տիրոջ ծառաներ, առաջնորդներ, մարդիկ նայում են մեր ընթացքին եւ ոչ թե մեր խոսվածքին։ Տեր Հիսուսը երբ որ խոսում էր, խոսքը գործ էր լինում։ Եվ շատ կարևոր է, որ մեր խոսքը գործ լինի։ Այսօր մարդիկ հավատք, Աստվածաշունչ ամենաշատ գրքերից մեկն է, որ տպագրվում է։ Այս վերջում ժողովի մասնակցեցի 10,000 օրինակ Տիրոջ շնորհքով Հայաստան է եկել Աստվածաշունչ, որպեսզի անվճար բաժանվի եկեղեցիներին եւ մարդկանց։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Եվ մարդիկ կան շատ տեղեր մտնում ես տներ, որ շատ գեղեցիկ մի անկյուն ունեն, սրբի անկյուն ունեն, հատուկ տեղեր ունեն, որ Աստվածաշունչը պահում են։ Երբեմն փոշիները սրբում են, երբեմն չեն էլ վերցնում փոշիները, երբեմն կորցնում են, չգիտեն որտեղ են թողել։ Բայց սա չի կյանքը։ Մարդիկ մեր իրական կյանքն են ուզում տեսնեն, ոչ թե մեր գործերը, եթե գործով պիտի ապացուցենք, ուրեմն գործով պիտի ցույց տանք մարդկանց, թե ինչպիսին ենք մենք։ Եվ մենք Քրիստոսին մեզ օրինակը վերցնելով, պիտի օրինակ լինենք նաև մեկս մյուսի համար։ Պետրոս առաքյալը եկեղեցու առաջնորդներին, եղբայրներին, ովքեր որ եկեղեցու առաջնորդությունն են անում, առաջի Պետրոս 5:3-4-ի մեջ ասում է հոտին օրինակ եղեք, ոչ թե վերակացություն արեք, ոչ թե հսկեք, հսկելը ուրիշ բան է, աչքերով դիտել, որոշակի մեղքերը զանազանել, հսկողությունը սա ուրիշ բան է, բայց երբ որ կարգադրություններ է լինում եւ օրինակ չի լինում, սա է վտանգավորը։ Ուրեմն Սուրբ Գիրքը գալիս է եւ ասում է օրինակ եղեք հոտին, բայց կարդանք առաջի Պետրոս 2:12-ը, առաջի Պետրոս 2:12-ը։ Ձեր վարքը հեթանոսներու մեջ բարի պահելով, որպեսի եթե ձեզ չարագործներու պես բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը։ Սա բոլորին է խոսում, հավատացյալներին է խոսում։ Ձեր բարի վարքը։ Այսօր ինչպիսին է իմ վարքը, ինչպիսին է քո վարքը։ Մի քանի օր առաջ եղբայրներից մեկի հետ խանութն էին գնացել եւ մենեջերը այսպես եկավ մի քիչ շատ այսպես վերևից սկսեց խոսել, որ իբրև սա չպետք է արվեր, բայց ձեր խաթր իբրև անում ենք։ Եվ այդ եղբայրը մի քիչ այսպես ցնցվեց, որ ասում է աշխարհիկ եթե լինեի, մի քիչ ուրիշ ձև հիմա կխոսեի, կմտածեի։ Բայց եթե այդպես վարվենք, ինչ օգուտ, ինչ օրինակ պետք է լինենք իրենց։ Բայց Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ ձեր վարքը հեթանոսների մեջ, ովքեր են հեթանոսները, ովքեր որ Տիրոջը չունեն, դրսի ժողովուրդը, հեթանոս կարող է նաև մեր տան անդամը համարվել, մի քիչ կարող է կոպիտ հնչել, բայց հեթանոս կարող է նաև տան անդամը համարվել, եթե չունի Տիրոջը, եթե չի հավատում Տիրոջը։ Ուրեմն ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեք,
բարի պահելով, որպես թե եթե չարագործներու պես ձեզ բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը։ Տեր Հիսուսը ասեց. կարող եմ ես խնդրել իմ հորը եւ 12 գունդ հրեշտակներ ուղարկի, մեկ հրեշտակ էլ իջնել բավական էր, բոլորին տեղին վրա սպաներ, մերցներ։ Մահվան հրեշտակը մի ամբողջ Եգիպտոսի մեջ կոտորած բերեց։ Մահվան հրեշտակը մի ամբողջ Իսրայելի մեջ 70 քանի հազար մարդիկ մեռան մեղքի պատճառով։ Ուրեմն, բայց Տերը պիտի օրինակ լիներ եւ մինչեւ վերջ պիտի օրինակ լիներ։ Եվ մեկ միտք էլ այս ուղությամբ, երբ Տեր Հիսուսը խաչապայտի վրա էր, երբ որ մեղավորը ավազակը, որ իր կողքն էր, ասեց ինձ էլ հիշիր։ Ինչու համար մինչև այդ չեր ապաշխարում։ Ինչու համար մինչև այդ չեր ճանաչում Տիրոջը։ Բայց այդ պահին ինչու այս քայլը արեց, որովհետև տեսավ Տեր Հիսուսի օրինակը, Տեր Հիսուսի խոսքերը, Հայր ներիր սրանց, թողություն տուր սրանց։ Իրեն խաչողների համար աղոթեց Տեր Հիսուսը, եւ մեղավորը ավազակը տեսնում էր սա, եւ սա իրեն համար բարի օրինակ եղավ։ Ինքը ոչ մեկից հավանաբար չէր տեսել այսպիսի բան, այսպիսի գեղեցիկ վարք, դրսևորում չէր տեսել ինքը, բայց Տեր Հիսուսը մինչև վերջ հավատարիմ մնաց եւ ասում է. ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը, իրենց ապաշխարության օրը, երբ որ վկայես, երբ որ խոսես, որպեսզի ինքն էլ անդրադարձ անի եւ օրինակ դառնա ուրիշների համար։ Ուրեմն մեր հավատքի կյանքի ընթացքում մի քանի կետեր են առաջ գալի, որոնք ցույց են տալիս մեր հավատացյալ լինելը։ Շատ կետեր կարող ենք դնել, բայց այսօր եթե հասցնենք Տիրոջ շնորհքով գոնե 4 կետեր արագությամբ պիտի նայենք։ Ուրեմն, առաջինը, թե ինչպես կարող են մարդիկ տեսնել մեր հավատքը, ինչպես կարող են տեսնել, որ դու Աստծո մարդ ես։ Մարդիկ պիտի տեսնեն քո մեջ, որ դու Աստծո մարդ ես։ Աստվածաշնչի մեջ մի քանի հոգիների համար ասվում է Աստծո մարդ։ Դրանցից են օրինակ Սեմայան, Եղիան, Մովսեսը, Սամվելը, Եղիսեն, որոնք իրենց ժամանակում, իրենց ապրելու ժամանակ կոչվել են Աստծո մարդ։ Ինչքան գեղեցիկ է, երբ որ քեզ տեսնեն, կոչեն քեզ Աստծո մարդ։ Ահա Աստծո մարդը եկավ։ Մենք եղբայր ունենք այստեղ նստած, երբեմն գալիս է մեզ ասում է հավիտենական եղբայր։ Մարդը այսօր քո գործերը պիտի տեսնի, քո կատարած քայլերը պիտի տեսնի, որպեսզի քեզ Աստծո մարդ կոչի։ Այս մարդիկ խոնարհվել են Տիրոջ առջև, այս մարդիկ համբերել են, այս մարդիկ մինչև վերջ, մինչև անգամ իրենց վերջին արյան կաթիլը հավատարիմ են մնացել Տիրոջը եւ իրենց վկայությունը չեն կորցրել։ Եվ Սուրբ Գիրքը մեզ կոչ է անում, որպեսզի մենք համարվենք որպես Աստծո մարդիկ։ Բայց ինչպես պետք է լինի Աստծո մարդը։ Ինչպես պետք է լինի Աստծո մարդը։ Գալիս ենք դարձյալ Տիրոջ խոսքին, Առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 11 համարը։ Առաջի Տիմոթեոս 6:11։ Բայց դու ով մարդ Աստծո, բայց դու ով մարդ Աստծո, փախիր այս բաներեն ու գնա արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության ետևեն։ Այո, Տիմոթեոսին է ասում, բայց խոսքը այսօր մեզ է գալիս։ Փախնենք մեղքից, արյուն թափելու չափ պատերազմենք, մեղքին դեմ կանգնենք, փախչենք մեղքից եւ գնանք աստվածպաշտության, արդարության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության ետևից։ Եթե կանգնենք այստեղ, կարծեմ շատ երկար պիտի կանգնենք, որովհետեւ այս ամեն մեկ կետը Տեր Հիսուսի կատարած գործերի օրինակն է։ Եվ Տեր Հիսուսը մեր առջև որպես օրինակ վերցնելով ամեն կերպ փորձություն, ասում է, ինքը գնաց, տարավ, բայց առանց մեղքի։
Ինչու, որովհետև Սուրբ Հոգին ուներ իր մեջ, Սուրբ Հոգով զորացել էր եւ առանց մեղքի կարողացավ այս բոլորի միջով անցնել։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 17 համար։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլուխ 17, որպեսի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի պատրաստված։ Որպեսի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստ լինի։ Ինչու, Եփեսացիս 2:10-ի մեջ կարդում ենք, որ Տերը մեզ ստեղծեց բարի գործերի համար, բարի գործեր կատարելու համար։ Մարդը ի սկզբանե ստեղծվեց, որպեսի այդ ստեղծագործությունը, Աստծո բարությունը վայելելով ստեղծագործության մեջ շարունակի Տիրոջը փառտալ իր կյանքի ընթացքում։ Մենք ստեղծված ենք բարի գործերի համար։ Մենք ստեղծված չենք, որ ուտենք, խմենք, վաղը պիտի մեռնենք, գնանք։ Մենք ստեղծված չենք, որ այս 70-80 կյանքի տարիները հազիվ, վերջի տարիները մի կերպ մեր շունչը փչելով ապրենք եւ անցնենք գնանք այս երկրից, երբեք։ Այլ Հայր Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ասում է, ահա ամեն բան նոր եմ անում, նոր ստեղծեց, նոր ստեղծագործություն։ Ինձ եւ քեզ նոր արեց, որպեսի կարողանանք իր պատկերը նորից վերականգնվի մեր մեջ։ Ուրեմն բարի գործերի համար պատրաստված։ Առաջին կետը, որ մարդիկ տեսնեն մեր մեջ, որ ես կամ դու Աստծո մարդն ենք։ Երկրորդ, որ մենք ավետարանի պաշտոնյաներ ենք։ Տեր Հիսուսը իր վերջին խոսքերը պատվեր տվեց ասելով գնացեք եւ ամբողջ աշխարհը Աստծո խոսքը ավետարանեցեք։ Մենք եկեղեցու մեջ քույր ունենք, որ իր ամուսնու հետ գյուղ է պատտվում եւ տարիներ է այլևս, տարիներ է։ Եվ հավատարմորեն Տիրոջ խոսքն է փոխանցում։ Սա ավետարանչություն է, ավետարանչության մի ձև է։ Ուրեմն Տերը մեզ տվեց, որպեսի շարունակենք ավետարանչություն անենք։ Շատ կարևոր է, որ մարդիկ մեր կյանքերը տեսնելով կամ զննելով տեսնեն, որ մենք առաջինը մենք քայլում ենք ավետարանով։ Միայն տալը չի, այլ քայլելը կարևոր է։ Երբ որ քայլում ես դու, քո խոսքերը զորություն են ունենում։ Երբ որ հնազանդվում ես Տիրոջ խոսքին, քո խոսքերը արդյունք են տալիս, պտուղ ես ունենում։ Երբեմն լսում ենք մարդկանց կամ երբեմն տեսնում ենք վիճակներ, որ պտուղ չկա մեջտեղը։ Շատ կարևոր է, որպեսի մենք առաջինը քայլենք ավետարանով, որի մեջ նաև կա չարչարանքներ, հալածանքներ, դժվար վիճակներ, բայց այրուն թափելու չափ, դարձյալ, այրուն թափելու չափ հավատարիմ պիտի մնանք այն, ինչ մեզ հանձնվեց Տիրոջ կողմից եւ ընթացքը կատարենք Տիրոջ կամքի համաձայն։ Այրուն թափելու չափ հավատարիմ մնանք։ Առաջի Կորինթացիս 3:9-16, Առաջի Կորինթացիս 3:9-16։ Ներողություն, Առաջի Կորինթացիս 9:16։ Երեքը որտեղից եկավ, չիմացա։ Առաջի Կորինթացիս 9:16։ Վասնզի եթե ես ավետարանը քարոզեմ, ինձ պարծանք չէ, իմ պարտականությունս է, մանավանդ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Առաքյալը գալիս է ասելով, որ սա մեզ համար պարտականություն է, Տիրոջ կողմից պարտականություն է։ Եթե մտել ես պատերազմի մեջ, եթե պատերազմակից ես այս հավատքի պատերազմի մեջ, ուրեմն ամբողջությամբ որպես զինվոր ես դու։ Եվ զինվորը մինչև զինվորության անցնել արդեն վերջնական իր երդման արարողությունն է անում։ Եվ ասում է, իմ կյանքս պիտի չխնայեմ իմ հայրենիքի համար։ Սա է այրուն թափելը։ Ուրեմն մենք իբրև հավատացյալներ, եթե մտել ենք այս պատերազմի մեջ, մինչև մեր այրան վերջին կաթիլը պիտի աշխատենք, ջանք թափենք, որպեսի մեղքից հեռու մնանք, որպեսի կարողանանք հաղթական կյանք ունենանք Քրիստոսի հետ։
18 համարը ուրեմն ինչ վարձ կլա ինձ այս կլա որ քարոզելու ատենես Քրիստոսի ավետարանը ձրի տամ որ չլա թե ավետարանի մեջ իմ իրավունքս գեշ կերպով գործածեմ երբեմն իրավունքներ ունենում ենք մենք բայց այս իրավունքները ճիշտ ընթացքով չեն գնում ոչ երբեք սիրելիներ ինչպես արդեն ասացինք այլ օրինակ պետք է լինենք ուրիշներին օրինակ լինենք։ Եվ կարդանք երկրորդ Տիմոթեոս դարձյալ 1:8-ն էլ, երկրորդ Տիմոթեոս 1:8 Ուստի ամոթ մի սեպեր մեր Տիրոջ վկայությունը, ոչ ալ զիս ասոր համար կապվածս, հապա մասնակից եղիր ավետարանին չարչարանքներուն Աստծո զորությանը համեմատ։ Ուրեմն չարչարանքներ կա, որոնք որ պիտի անցնենք մենք։ Չարչարանքներ կա, որ անխուսափելի է։ Եվ Տեր Հիսուսը ասեց, ինչպես ասեցինք, նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք։ Քաջությամբ, հաղթական կյանքով լցված եղեք։ Երրորդ կետը, որ մարդիկ պիտի տեսնեն մեր մեջ, որ Աստծո հոգին ունես։ Տեր Հիսուսի համար դարձյալ կարդում ենք, որ զորություն Սուրբ հոգիով լցվեց։ Երբ մկրտությունը ունեցավ, ջրային մկրտությունը, սա իր ծառայության համար էր։ Եվ աղավնի տեսքով Սուրբ հոգին եկավ իր վրա եւ երկնքից ձայն եկավ, կարծես հաստատեց այս զորությունը տվեց Տիրոջը, որպեսզի իր ծառայությունը սկսի։ Ուրեմն, երբ որ ծառայության մեջ ես, մարդիկ պիտի տեսնեն, որ Աստծո հոգին կա քո մեջ։ Ինչ որ տարբերություն կա իրենից դու տարբերվում ես ինչ որ բանով։ Այս վերևի կետերը իր հերթին նաև տարբերվում ես, որ Աստծո հոգին ունես։ Մենք իբրև ծառաներ, իբրև Տիրոջ զավակներ, իբրև առաջնորդներ պիտի լինենք նախ Տիրոջը եւ հոտին ծառայելով, օրինակ լինելով, բայց բոլորը պիտի կատարենք Սուրբ Հոգիի ներգործությամբ, լեցունությամբ եւ առաջնորդությամբ։ Ուրեմն Սուրբ Գիրքն է մեր ճանապարհը, մեր ուղին, որ տանում է, մեր նշանները ճանապարհի եւ Սուրբ Գրքով, Սուրբ Հոգիի լեցունությամբ պիտի շարունակենք Տիրոջը ծառայել։ Եվ Սուրբ Հոգին է այն մղիչ ուժը, որի միջոցով պիտի մարդիկ տեսնեն մեր մեջ Քրիստոսին եւ մեզ կոչեն որպես Աստծո մարդ։ Ղուկաս 4-րդ գլուխ 18-ից 19 համարներ։ Ղուկաս 4 18-ից 19 Տիրոջ հոգին իմ վրաս է, Տեր Հիսուսը կարդաց իր մասին կարդաց։ Վասնզի զիս օծեց աղքատներուն ավետարան քարոզելու, զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, գերիներին ազատություն, կույրերին տեսություն քարոզելու, հարստահարություն կրողները ազատելու, Տերոջը ընդունելի տարին քարոզելու կամ հռչակելու։ Այսօր այս նույն հոգին սիրելիներ գործում է մեր մեջ։ Եվ Տեր Հիսուսը ասեց եւ գնացեք, սպասեք, որ Սուրբ Հոգին պիտի գա եւ զորություն պիտի առնեք եւ իմ վկաները պիտի լինեք։ Այսօր մենք Տիրոջ վկաներն ենք։ Եհովայի վկաները իրականում իրենք ճշմարիտ Եհովայի վկաները չեն։ Եհովայի վկա կամ Աստծո վկաները ես եւ դու պետք է լինենք։ Իրենց կարող ենք ասել Եվրոպայի վկաներ։ Իրենց կարող ենք ուրիշ անուններ տալ, բայց ոչ Եհովայի վկաներ կամ այո սուտ վկաներ։ Ուրեմն այս նույն հոգին այսօր մեզ վրա է, որպեսի մենք գնանք եւ քարոզենք, ավետարանը փոխանցենք մարդկանց եւ իզուր չի, որ ձեզ ասում ենք ձեր դռները բաց արեք, որպեսի կարողանանք խմբակներ ունենանք, ժողովներ ունենանք, որպեսի մարդիկ լսեն եւ Տերը փառավորեն։ Եվ 4-րդ մեր վերջին կետը մեր հավատքի կյանքը ցույց պիտի տա, թե մենք այս քրիստոնեական կյանքը ապրում ենք։ Իմանալը լավ բան է։ Թեորապես Աստծո խոսքը անգիր անելը, սովորելը սրանք լավ բաներ են, բայց ինչպես ասեցինք, գործնականով պետք է ցույց տանք, որովհետև մարդիկ այսօր գործ են տեսնում, արդեն գործ են ուզում։
մեր գործերը մարդիկ քննության են անցկացնում։ Ուրեմն նախ մենք Քրիստոսի կամքի համաձայն պիտի քայլենք եւ հետո մեզ որպես օրինակ պիտի ծառայենք հավատացյալներին։ Իբրև օրինակ պիտի ծառայենք հավատացյալներին։ Դարձյալ կարդանք վերջի համարը Առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 12 համար։ Առաջի Տիմոթեոս 4:12 Չլա որ մեկը քու երիտասարդությունը տանարգե, հապա դու օրինակ եղիր հավատացյալներին։ Օրինակ եղիր հավատացյալներին։ Ինչով? Խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ։ Մենք մեկս մյուսի համար օրինակ պետք է լինենք։ Գիտեք, հավատացյալները երբ որ ապաշխարում են, կարծես այսպես կյանքի աստիճանների վրայով են բարձանում։ Եվ այս աստիճանի վրա թույլ եւ տկար հավատացյալներ կան։ Կան նաեւ զորավոր հավատացյալներ, ովքեր որ քայլ կամ վազելով են բարձանում։ Բայց երբեմն մենք այս թույլ եղող հավատացյալներին երբեմն հրում ենք, որպեսի մի կողմ անցնի, մենք անցնենք։ Սա աստվածաշնչյան չի։ Սա ճիշտ չի։ Սուրբ Գիրքը ասում է տկար թուլացած ձեռքերը բարձրացրեք։ Նախ պիտի կանգնեմ, նախ պիտի կողքից թույլին օգնեմ, որպեսի վեր բարձրանա։ Եվ Գաղատացիս 6-րդ գլուխը սրա մասին է խոսում։ Եթե մեկը հավատքի մեջ վստահ է, որ զորավոր է եւ կա, թող տկար եղողին օգնական լինի, զորավեկ լինի։ Որովհետև Տեր Հիսուսը եկավ, ինչպես կարդացինք, աղքատները, թույլերը, տկարները, հիվանդները, որպեսի բարձրացնի։ Ուրեմն մենք նաև օրինակ պետք է լինենք մեկս մյուսին։ Օրինակ լինել աշխարհին, մեր գործերով, մեր վարմունքով, մեր ապրելակերպով, բայց օրինակ լինել նաև մեկս մյուսին, որպես Տիրոջը եկեղեցի, որպես հոտ։ Ոչ թե մատնացույց անենք, ոչ թե սխալ վիճակները մատնանշենք։ Երբեմն բամբասանքի է վերածվում այս մատնացույց անելը, որը որ ճիշտ չի, եկեղեցու մեջ չպետք է բամբասանքներ լինեն։ Ամեն հայհոյություն, աղաղակ, բամբասանք մեղքերով հանդերձ ասում է, թող ձեր մեջից վերցվեն, չհիշատակվեն։ Ուրեմն մենք իբրև հավատացյալներ իրար պետք է օրինակ լինենք խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ, եւ սրանք գործնական քայլեր են։ Սրանք գործնական քայլեր են, որ պետք է ունենանք մեր կյանքի մեջ։ Ուրեմն, եթե այսօր այս կետերից որոշները չունես քո կյանքի մեջ, արի Տիրոջ առջև։ Խնդրի Տիրոջը, Տեր ինձ օգնի, որ կարողանամ մինչև արյուն թափելու չափ կարողանամ հեռու մնամ մեղքից եւ կարողանամ մեղքին ոչ ասել։ Տերը թող օրհնի իր խոսքը եւ Տերը օրհնի մեզ յուրաքանչյուրիս իր փառքի համար։ Ամեն։